Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1209-րդ օրն է։ Աշխարհում ամեն ինչ փոխվում է, բացի Ռուսաստանի անիմաստ կորուստներից, բայց նրանց թվերի մասին կխոսենք մի փոքր ուշ։ Այսօր մեծ յոթնյակի հանդիպման շրջանակներում սպասվում է լարված աշխատանք։ Ընդհանուր գրգռող գործոնը Թրամփն է իր պսևդո խաղաղարարության կեյսով, որը ուղղված է Պուտինին։ Կտեսնենք, թե ինչպես կավարտվի գագաթնաժողովը, Մակրոնը, Զելենսկին, Ֆոն դեր Լայենը եւ մյուս առաջնորդները վճռական են տրամադրված։ Իդեպ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննադատել է դիկտատոր Պուտինին որպես միջնորդ Իսրայելի եւ Իրանի միջև հակամարտության հարցում գործոն դիտարկելը։ Թրամփը ավելի վաղ աջակցել է ռուս բռնապետ Պուտինի հնարավոր ներգրավմանը Իսրայելի եւ Իրանի միջև հակամարտությանը վերջ դնելու միջնորդական ջանքերում։ Թրամփը խնդիր է դառնում արևմուտքի համար իր այս էքստրավագանտ գաղափարներով, կրքերը գնալով սրվում են, հետաքրքիր է ինչով այս ամենը կավարտվի եւ ամենագլխավորը երբ։ Երեք առիթ եղավ խորանալու մասնագետների հետ Իսրայելի հոբ համակարգի թեմայի շուրջ։ Ինձ հետաքրքրեց ինչու ԹԱԴ հակահրթիռային համակարգը, որը որ ամերիկյան է եւ ուղղված է հենց խոշոր բալիստիկ գրոհներ ետ մղելուն, չի կարողանում արդյունավետորեն դիմակայել իրանական հրթիռներին, որոնց որոշ բաղադրիչներ ըստ որոշ գնահատականների չինական ծագում ունեն։ Ես ճիշտ ասած սպասում էի 100%-անոց կամ գոնե 90-95%-անոց արդյունք, բայց տեսնում ենք, որ լավագույնը 80% հրթիռներն են որսվում։ Ստամենայնի Իրանում ներկրված տեխնոլոգիաները փորձել են յուրացնել, ինչ-որ բան ավելացնել, բայց դա արդեն առանձին ուսումնասիրության թեմա է։ Այս մասին կփորձեմ խոսել փորձագետների հետ եթերում։ Մեր ուկրաինական փորձի հիման վրա կարող եմ ասել, որ նույնիսկ սովորական Patriot համակարգերը, երբ ճիշտ օգտագործվում են, բավականին լավ արդյունքներ են ցույց տալիս հակահրթիռային պաշտպանության առումով, չասեմ այրիստիների եւ սամցիների մասին։ Ես ենթադրում էի, որ ԹԱԴ-ի հետ միասին պետք է լավ կասեցվեին իրանական գրոհները։ Ռազմական փորձագետները ինձ բացատրեցին, որ Իսրայելը հույսը դնում է ոչ թե Patriot-ների, այլ Arrow եւ David Sling հակաօդային պաշտպանության համակարգերի վրա, որոնք համարվում էին իդեալական բալիստիկ հրթիռներ որսալու համար, սակայն ինչպես ցույց է տալիս պրակտիկան, ամեն ինչ այդքան էլ իդեալական չէ, որքան կցանկանայինք։ Իրանի բարբարոսական հրետակոծությունից հետո զոհեր կան խաղաղ բնակչության շրջանում։ Ես արդեն առիթ ունեցել եմ ասելու, որ իրանական ռեժիմը կրկնում է Պուտինի ռեժիմի հանցագործությունները, թիրախավորելով խաղաղ բնակչությանը եւ ենթակառուցվածքները։ Հուսանք, որ վերջի վերջո ահաբեկիչները կկորցնեն իրենց զենքերը եւ չեն կարողանա վնասել խաղաղ բնակիչներին թե Իսրայելում, թե Իրանում։ Մեր տելեգրամյան ալիքում մենք ցուցադրել ենք կադրեր, որտեղ տեսանելի են նաեւ սովորական իրանցիների տառապանքները։ Ռուսաստանի օրինակով մենք տեսնում ենք, որ բռնատիրական ռեժիմները չարիք են դառնում ոչ միայն իրենց հարևանների, այլ առաջին հերթին հենց սեփական բնակչության համար։ Որոշ խմորումներ կան Իրանում, տեսնենք ինչով այս ամենը կավարտվի։ Ամեն դեպքում Հայաստանի իշխանությունները պետք է պատրաստ լինեն իշխանափոխության Իրանում եւ արագ նոր հարաբերություններ ստեղծեն։ Այս ուղղությամբ արդեն կարելի է աշխատել, որովհետեւ անհայտ է Իրանի ռեժիմը կդիմանա, կամ եթե դիմանա, դեռ ինչքան կարող է դիմանալ։ Համենայն դեպս կարելի է թեկուզ եւ ոչ հրապարակայնորեն, բայց երկրորդ տրեկով աշխատել հնարավոր իշխանափոխությանը պատրաստ լինելու ուղղությամբ։ Ցավալի է տեսնել, թե ինչպես են Հայաստանի որոշ շրջանակներ աջակցում ահաբեկչական ռեժիմին Իրանի, հայկական պետության շահերի քողի տակ են դա անում, միամիտ եւ իրականում դժբախտ մարդիկ են։ Նրանց պուտինիստները համոզել են, որ լավ է բարեկամանալ եւ արդարացնել ահաբեկիչների հետ բարեկամությունը։ Ես չգիտեմ ինչպես է դա տեղավորվում ժամանակակից մարդկանց գլխում, եւ դրանից հետո նրանք անկեղծորեն զարմանում են, թե ինչու է աշխարհն այդքան անտարբեր հայկական խնդրի նկատմամբ։ Աշխարհը անտարբեր չէ։ Պարզապես բոլորը տեսնում են, թե ինչ է կատարվում Հայաստանում, ովքեր եւ ինչ են անում։ 21-րդ դարն է։ Հիմա թաքցնելը անհնար է։ Իրանի ռեժիմի կողմից Իսրայելի վրա ահաբեկչական հարձակումներից հետո մենք տեսնում ենք մի շարք հայկական լրատվականներ, ովքեր բացարձակ Իրանի ռեժիմի կողմից քարոզություն են անում, ինչը քաղաքակիրթ աշխարհի դեմ գնալու քայլ է։ Երեկվա եթերում ես արդեն ասացի, որ իսրայելցի ժողովուրդը պայքարում է իր գոյության համար եւ ովքեր կողքից ուրախանում են խաղաղ մարդկանց վրա հարձակումներից, որոնց պետությունը նույնիսկ իր գոյության համար պայքարում թիրախավորում է բացառապես Իրանի ռազմական եւ ռազմավարական թիրախները, ինձ մոտ տարակուսանք է առաջացնում։ Ես էլ եմ Հայաստանից, բայց այն ժամանակ 30 տարի առաջ մեր երկրում այլ հոգեբանություն էր տիրում եւ հենց այն ժամանակվա հոգեբանությունը մեզ հնարավորություն տվեց հաղթելու Արցախյան պատերազմում։ Իսկ այսօրվա այս մթնոլորտը տեսանք ինչի բերեց 20 թվականին, ցավոք սրտի դա շարունակվում է։ Ռուսական ռոպագանդան փորձում է մեր հասարակության մեջ փոխել տրամադրություն եւ մեր ավանդական արժեքների փոխարեն
ռուսական շահ է ներարկում եւ մամուլում եւ սոցցանցերում։ Շատ տխրեցնող պատկեր է, բայց մենք ձեռքներս ծալած չենք նստում, առնվազն մեր լսարանի հետ ցույց ենք տալիս, որ հայ հանրության մեջ կան պրոգրեսիվ շրջանակներ, որոնք այդպես չեն մտածում, որոնք համարում են, որ պետք է հավասար հարաբերություններ ունենալ եւ Իրանի եւ Իսրայելի հետ, եւ որքան շատ ժողովրդավար երկրներով շրջապատված լինի Հայաստանը, այնքան հենց Հայաստանի օգուտն է։ Եվ եթե ինչ-որ մի ուղղությամբ, օրինակ Իսրայելի ուղղությամբ դիվանագիտությունը համահունչ չի եղել Հայաստանի շահերին, ուրեմն պետք է հավասարեցնել, որպեսզի Իսրայելի հետ հարաբերություններից օգտվի ոչ թե Ադրբեջանը, այլ Հայաստանը։ Կխնդրեի մեր լսանունին, որպեսզի լավ տարածեք մեր եթերները, գուցե մեզ լսելուց հետո մոլորվածները սկսեն մտածել, հայը ուժեղ է իր մտքով մտածելու առիթ տանք մոլորվածներին, նույնիսկ երբ նրանք մեզ են համարում մոլորված, երբեմն զավեշտի է հասնում Մակրոնի անունով երթվող մարդիկ, լսելով, որ Մակրոնը ասել է պաշտպանելու է Իսրայելին, ատելություն են տածում Մակրոնի հանդեպ, տեղում մոռանալով նրա վերաբերմունքը եւ արածը հայ ժողովրդի համար։ Այդ աշխարհից խռովվածներին ուզում եմ ասել, տղաներ եւ աղջիկներ, ձեր մոլորված զորբայությունից ոչինչ չի փոխվելու աշխարհում։ Ոչ Իսրայելն է նման կարծիքներից դժվելու, ոչ Ուկրաինան, ոչ Ֆրանսիան, որովհետեւ նման կարծիքներ արտահայտողները իրենցից ոչինչ չեն ներկայացնում եւ չկան փաստացի գործող ֆակտորների մեջ, ինչպես եւ իրենց սիրելի Ռուսաստանը չկա, բացի խոչընդոտից, բացի ինչպես ասում են կոշիկի միջի քարից, այլ դեր չեն կարող տանել եւ ուկրաինացին եւ իսրայելցին եւ եվրոպացին իր գործը անում է եւ միայն կողքից կանգնածներն են միշտ ամեն ինչից դժգոհ, որոնք չեն ուզում ահաբեկիչներից ազատում միայն այն բանի համար, որ իրենց դա կարող է կոմֆորտի զոնայից անի։ 20 թվականը ցույց տվեց, որ այդ ռուսական այսպես կոչված կոմֆորտի գոտին հորինված է, չկա, բայց այս ֆոնին ինձ ավելի շատ անհանգստացնում են ոչ թե Պուտինի քարոզչության զոհերը, այլ այն, որ իմ հայրենիքը Հայաստանը մեր բազմաթիվ զգուշացումներից հետո դեռ չունի նորմալ հակաօդային պաշտպանություն եւ ավիացիա։ Ով չգիտի, ասեմ, եթե չունես օդային ուժեր եւ պաշտպանության համակարգ, ապա ինչ զենք էլ որ գնես, դառնում է անօգուտ մետաղ, անօթաչու սարքերի եւ թշնամու ավիացիայի դեմ։ Հենց այդ պատճառով ես վաղուց բարձրացնում եմ այն հարցը, եթե չունեք օդային պաշտպանության հստակ համակարգ, որքանով է արդարացված նույն Հնդկաստանից օրինակ զենք գնելը։ Եթե դա չի ապահովելու երկնքից, դա պարզապես թիրախ է թշնամու համար, հեշտ խոցվող թիրախ է։ Այս ուղղությամբ պետք է մտածել, հատկապես մեր հաջորդ թեմայից հետո։ Ուկրաինայի հետախուզությունը հայտնել է, որ Զապորոժիայի օկուպացված տարածքում ոչնչացվել են ռուսական մի շարք հոբ համակարգեր, համապատասխան տեսանյութ հրապարակվել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության մամուլի ծառայության կողմից, մեր Telegram ալիքում նույնպես տեղադրել ենք։ Ուկրաինացի հետախուզները ոչնչացրել են դրոններով Buk M3 զենիթ-արտիլերային համալիր, Imbir ռադիոէլեկտրոնային կայան, S300V-ի բաղկացուցիչ մասն է դա, Pantsir S1 զենիթ-արտիլերային համալիր։ Տեսանյութում երևում է ուկրաինական դրոնի հիանալի մանևրը, որը կարողանում է խուսափել ռուսական հոբ հրթիռից եւ կարողանում է խոցել հենց այդ նույն հոբ համակարգերը։ Նման թանկարժեք սարքավորումների ոչնչացումը շատ ցավոտ է Պուտինի ռեժիմի համար, քանի որ Ռուսաստանում արդեն իսկ հոբ համակարգերի պակաս կա, իսկ նորերի արտադրությունը դժվարացել է պատժամիջոցների պատճառով։ Ուկրաինական ուժերը ամեն օր շարունակում են ոչնչացնել ռազմական եւ դրանց ուղեկցող օբյեկտները, ինչպես օկուպացված տարածքներում, այնպես էլ Ռուսաստանի խորքում։ Երեք ուկրաինական կողմի աշխատանքը զգացել են Ղրիմից մինչև Մերձ Մոսկվայի տարածքներում։ Իսկ հիմա անցնենք ռազմաճակատի իրավիճակին, այն շարունակում է մնալ լարված, 3 կիրակի օրը մի քիչ ռազմական բախումների թիվը նվազել էր, բայց ելի 175 ռազմական բախում է գրանցվել 8 ուղղություններով։ Թշնամին զգալիորեն կորցնում է կենթանի ուժ եւ զինտեխնիկա։ Շարունակվում է Ուկրաինայի զինված ուժերի գործողությունը Կուրսկի մարզում, անցած օրվա ընթացքում այնտեղ տեղի է ունեցել 24 մարտական բախում տարբեր ինտենսիվությամբ։ 3 մեկնաբանություններում հարց կար Բելգրադի մարզի մասին։ Հարց տվողը համանաբար ուշադիր չի լսել, երբ մեր եթերներում ես ասել եմ, որ Բելգրադի մարզը Կուրսկի մարզում ընթացող գործողությունների հետ միասին Ուկրաինայի գլխավոր շտաբը անվանում է միասնական Կուրսկի ուղղություն։ Իդեպ մինչ այսօր նաև Սումի ուղղությունը Կուրսկի ուղղության հետ միասին էր ռելիզների մեջ, բայց այսօրվանից գլխավոր շտաբը այն առանձնացրել է առանձին ուղղություն, դա կոչվում է Սևերոսլաբադսկոյ, իսկ Խարկովի ուղղությունը արդեն կկոչվի Յուժնոսլաբադսկոյ։ Անցած օրը Ուկրաինայի օդուժը, հրթիռային զորքերը եւ հրետանին խոցել են ռուս ավտիչների կենթանի ուժի եւ տեխնիկայի կուտակման 22 տեղամաս, իսկ Ռուսաստանը, ինչպես եւ ամեն օր, հրետակոծել է առաջնագծի մոտ եւ սահմանային գոտում գտնվող խաղաղ բնակավայրերը։ Ուկրաինական ուժերը, ի տարբերություն, ինչպես ասացի, հակառակորդին հարվածներ են հասցնում բացառապես ռազմական եւ մերձ
ռազմական թիրախներին։ Հունիսի 16-ի գիշերը ռուսական զորքերը հարձակվեցին 138 շահեդ տիպի գրոհային անօդաչու թռչող սարքերով եւ դրոնների իմիտատորներով։ Ուկրաինայի հոբ ուժերին հաջողվեց չեզոքացնել 125 ռուսական դրոն, սակայն հարվածներ են գրանցվել 10 վայրերում, իսկ խփված թիրախների բեկորները ընկել են եւս 8 վայրում։ Կիևում նույնիսկ 2 տուժած կար, մեկին ստիպված հիվանդանոց էին տեղափոխել։ Կյանքին վտանգ չի սպառնում, բայց վիրավորում էր։ Անցած օրվա ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը ոչնչացրել են 1200 ռուս օկուպանտ եւ 212 միավոր թշնամու զինտեխնիկա։ 22 թվականի փետրվարից ի վեր Ուկրաինայում ռուսական ընդհանուր կորուստները գնահատվում են Ուկրաինայի գենշտաբի կողմից փաստաթղթավորված տվյալներով 1,05,060 զավթիչ։ Ռուս ագրեսորները շարունակում են փորձել ներթափանցել Սումիի մարզի տարածք փոքր հարձակողական խմբերով, սակայն վերջին շրջանում նման հարձակումների քանակը նվազել է։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայության ներկայացուցիչ Անդրեյ Դեմչենկոն։ Նրա խոսքով ռուսական փոքր խմբերը հիմա ավելի քիչ են օգտագործում կվադրացիկլներ եւ մոտոտեխնիկա։ Դա ըստ Դեմչենկոյի ցույց է տալիս, որ պաշտպանության ուժերը հաջողությամբ դիմադրում են թշնամուն այս ուղղությամբ։ Հունիսի 13-ին նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարեց, որ պաշտպանության ուժերը Ուկրաինայի կանգնեցրել են ռուսներին Սումիի ուղղությամբ, իսկ բախումները տեղի են ունենում առավելագույնը 7 կիլոմետր խորությամբ սահմանից ներս։ Հունիսի 14-ին նախագահ Զելենսկին հայտնեց, որ Սումիի մարզի Անդրեևկա բնակավայրը ազատագրվել է։ Այդ տարածքի օկուպացիայի մասին հայտնի էր դարձել հունիսի 4-ին, այսինքն 10 օր հետո գյուղը ետ է բերվել։ Այսքան էր մեր կարճ թողարկման համար։ Շնորհակալություն, որ մեզ հետ եք։ Խնդրում եմ ակտիվորեն տարածեք մեր եթերները, մի մոռացեք, խնդրում եմ լայքերի եւ մեկնաբանությունների մասին։ Սրանք սոցիալական ցանցերի ալգորիթմների համար են, որ եթերը լավ տարածվի։ Փորձենք ավելի շատ մեր հայրենակիցների տեղեկացնենք իրականության մասին։ Որոշ մեկնաբանություններից պարզ է դառնում, որ դեռ շատ են այն մարդիկ, ովքեր պարզապես մոլորված են, ինչ որ ռուսական լուրեր են լսում, առաջ են գնում, ինչ են անում։ Դե պատկերացնում եք, եթե ամեն օր այդքան առաջ գային, ինչպես Ռուսաստանն է ասում, հիմա երևի թե Բերլին էին հասել։ Բայց այդ մարդիկ, քանի որ ռուսական լուրեր են լսում, լոգիկա չունեն։ Ինչքան շատ տարածենք, այնքան շատ առիթ կունենան իրականության հետ առերեսվելու նման մարդիկ եւ միգուցե մի օր արդեն սկսեն ճիշտ դատել։ Իսկ մենք կհանդիպենք վաղը, մինչ հանդիպում։